Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է ընդդիմադիրներին բանտեր ուղարկելու գործընթացը։ Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը։ Նա զրկվեց անձեռնմխելիությունից։ Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել, ինչ վերաբերվում է ձայնագրությանը, դուք եք տեսնում, այնտեղ գլխավոր դերում Մաքրուին է։ Միշտ ես հումորով ասում եմ, լավա չեն ասում, ասել այս 1.4 ուրիշ բանի վրա չծախսեք հանգարցա միայն ընտրակաշառքի գումարը, այսինքն չկա այստեղ իրավական ոչ մի բան։ Փաստաբան Արամ Վարդևանյանն ասում է, ձայնագրությունը հանրայնացվել է 2026 թվականի հունիսի 5-ին, տվյալները եղել են հանրային եւ հասանելի։ Ինքը Ղազինյանը ԶԼՄ-ների հետ այդ թեմայով խոսել է։ Քրեական վարույթի հիմնավորվածությունը գտնվում է 0 մակարդակում։ Եթե մի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի վերաբերյալ դա լիներ։ Հիմա օրինակ եթե մենք բաց հեռախոսակապով տենց խոսակցություն ունենանք եւ այն ձայնագրարվի, դրանից հետո քրեական վարույթ նախաձեռնել։ Ղազինյանը որևէ ակնկալիք չունի գործի քննության վերաբերյալ, ասում է կատարված նորվա իշխանության հերթական վախերի մասին է վկայում։ Ուղղված է եւ իմ ակտիվության դեմ, եւ մեր քաղաքական ուժի տարբեր անոնսները տվել են արդեն, այնպես որ զարմանալի չի, գաղտնիք չի։ Ավելին, հույս է տալիս քաղաքացիներին, կոչ է անում ուժեղ մնալ, դիմակայել իշխանության կողմից իրականացված բռնաճնշումներին։ Պինդ մնան, իրենց ընտրությանը հավատարիմ մնան, երկրին հավատարիմ մնան եւ ես համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է, ինչ վերաբերում է մեր այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել փոքրիկ խմբակին, համոզված են, որ մոլորության մեջ են, իրենք են մերը։ Ձայնագրությանը դրա մոնտաժված լինելուն Վարդևանյանը դեռ առանձին կանդրադառնա։ Կատարված իրավիճակը փաստաբանը կապում է Ղազինյանի ընդդիմադիր գործունեության հետ։ Անձին վերագրել մի բան անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է ուղղակի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։